Ոչ թե ուրբաթ օր 5 շաբթի։ Որտեղ իրանք ուրբաթ իրիկունից սկսում են, որտեղ շաբաթ է կա։ Հիսուսը մի օր շուտ նշեց, ինչու՞։ Որովհետև եթե զատիկը օրը աներ, ինչ նշանակություն կունենար այդ գարնը, որովհետև ինքն էր գարը, դրա համար ինքը արավ մի օր շուտ եւ ոչ թե փոխեց իրական նշանակությունը դասելով այդ ցույց տվեց, որ նա զատիկի իսկական նշանակությունը։ Գիտեք ինչ, երբեմն մենք կենտրոնանում ենք եւ այդ ժամանակ էլ նույնիսկ իր ժողովուրդը կենտրոնացած էր ուտելու եւ չուտելու վրա։ Զատիկը ուտել չուտել չի ժողովուրդ ջան։ Զատիկը այն հարցն է, որտեղ դրվում է, ով է ինձ հետ, ով չի ինձ հետ։ Զատիկը միասնականության հարց է, որովհետև Պողոս առաքյալը հետագայում կասի, ով որ անարժանությամբ է ընդունում, էական չի ինչ է ուտում, նույնիսկ ճիշտ գարալտում, ճիշտ ձևով է ուտում։ Ճիշտ է պատարակարը մխրճում մսի մեջ կամ հացը ճիշտ ձևով է բռնել, բերանը փակած անում նույնիսկ։ Եթե ինքը միասնական չի եկեղեցու հետ, մնացած նա կարևոր չէ։ Որովհետև եթե դու ինձ հետ միասնական ես ապրես, եթե չէ, դու անարժան ես ուտում։ Ահա զատիկի ամբողջ նշանակությունը, ոչ թե ուտելն է, ինչքան ուտելն է, ինչքան չուտելն է, եթե մենք ինքան մանրունքների վրա ենք կանգ առնում, ինչպես Աստծո ժողովուրդը։ Կարևորը թողած ինչի հետեցել են այո, սպանում են զատիկին, զատիկի տիրոջը և իրանք կարծում են, թե Աստծուն պաշտում են մատուցում, իհարկե այդպես չի լինի, բայց ես ձեզ հիշատակեցի 4 բաժակ, որ զատիկի ժամանակ, այդ արարողակարգի ժամանակ արել են, Հիսուսը աշակերտներին տալիս այդ 4 բաժակը խմելիք, առաջինը որն էր օրհնության խոսքեր, երկրորդը ազատագրման, երրորդը փրկագին, այո, չորրորդը փառաբանության։ Բայց կար նաև 5-րդ բաժակ։ Հիսուսը այն չտվեց ոչ մեկի։ Բացեք 27 գլուխը եւ տեսնենք որն է այդ 5-րդ բաժակը։ Մատթեոս 26 կներեք, 26-39 Բարձր Մարիամ ջան։ Այո։ Եվ մի քիչ առաջ գնալով երեսի վրա կա, աղոթերանում եւ Աստծուն։ Իմ հայր, եթե կարելի է այս բաժակը։ Այդ որն էր այդ բաժակը, որ չտվեց ոչ քեզ, ոչ մյուսին։ Դառը բաժակը, եթե քո կամքն այս բաժակը դենը տար, չէ ուզում։ 5-րդ բաժակը Հիսուսը չկիսեց։ Ինքը վերց։ Այո, այ քրիստոնեոց, այ մեր Աստվածը ինչպիսին է ժողովուրդ ջան։ Դառը բաժակը ոչ մի քիչ տվեց։ Ինքը մենակ կրեց, ինքը մենակ խմեց։ Այդ թունավոր բաժակը ինքը դրև խմեց։ Մի կաթիլ մեր չտվեց։ Այ եթե ես ասել եք, այս ձևի ես ասել։ Եթե քծիբ եք, այս ձևի քծիբ։ Մեզ եկեք ուրիշ բարև օգտագործենք, անձնազոհ ենք այս ձևի անձնազոհ։ Այս է մեր Աստված, երբեք դառը բան չի տալիս ոչ մեկին։ Ինքը կտա ինձ ազատագրման բաժակը, կտա օրհնության բաժակը, կտա փառաբանության բաժակը, կտա փրկագնման բաժակը, բայց դառը բաժակը ինքը կխմի։ Զատիկը պատմում է ով է իմ Աստված։ Հիմա դու որոշի ում հետ ես, կամ Հուդայի հետ գնում ես դեպի Խավար, կամ Հիսուսի հետ գոնե մի քիչ արթուն, մի ժամ արթուն մնա ինձ հետ ասում, մի ժամ շատ բան չեմ ուզում, մի ժամ արթուն մնա, բայց մենք քնած ենք, ժողովուրդ ջան, այս մենք ենք, մեկս խավարում ենք, մի մասս քնած ենք, իսկ մեր Աստվածը մենակ խմում է դառը բաժակը։ Իսկ երբեմն մենք մեր կյանքի դժվար պահերին ասում ենք ուր է Տեր Աստված, իսկ ինչ եք կարծում ուր է ինքը։ Ինքը էպիկենտրոնում է, այդ դժվարության էպիկենտրոնում է, ինքն իրար վերաբերցում ամենամեծ բաժինը, երբեմն ես ինձ հարց եմ տալիս, եթե Աստված իմ աչքերը բացի, ինչպես խնդրեց Յալիսեն, որ Գեյզի աչքերը բացեց և տեսավ իր շուրջը ինչ է կատարվում, եթե Աստված իմ աչքերը բացի, ես կարծել չեմ հասնում, բա ուր է Տեր Աստված, բա որտեղ ես Տեր Աստված, բա ինք եք թարցել երբեմն։ Բայց ինչի չեմ տալիս ես,
Ուրա քո հավատը։ Ուրա քո հավատը։ Որտեղ է Աստված, երբ որ աշակերտները փախչում էին, որտեղ է Աստված։ Էպիկենտրոնում։ Մենք փախած վախում ենք, չէ՞ իրաց տեղը նեղա։ Իսկ որտեղ է Աստված։ Մտրակի, ծաղրուծանակի, խաղերի, թքելու մրելու մեջ է Աստված։ Իսկ մենք ուր ենք, եկեք հարցանես տանք։ Վախկոտներ, փախածներ, ահա մենք ընդեղ։ Իսկ մենք մեզ հարց ենք տալիս, ուր է Տեր Աստված, այնտեղ Աստված, որտեղ թուքում ուր է ուտում, որտեղ ծեծում են իրան, իմ երեսից իր երեսից չէ, իմ պատճառով, իմ մեղքերի պատճառով, ինքը ոչ մի անձամբ չունի։ Իսկ մենք Հուդայի նման կարող ենք մտածել, դե թե Աստված ես մի բան արա քահանայի պետք է նման ասենք այդպեսի խոսքեր։ Հիսուսը ո՞րն էր դառը բաժակը, ես գիտեք։ Ոնց կանվանեք ես բաժակը։ Չէ, բերկության չտանող բաժակ էր։ Այ մահվան այդքան վտանգավոր չի մահվան, այդքան սարսափելի չի։ Աստծուց բաժանվել, ամենադառը բաժակը, որ Աստծուց կբաժանես, Պետրոսը դա հասկացավ, եթե չլվան, այսինքն դու չես մասնակցել արարողության։ Դու կարաս գնաս արդեն, եթե ոտքերդ չլվան։ Ինձ հետ բաժին չունես, Պետրոսը դա լավ հասկացավ։ Հիմա Հիսուսը այդ բաժակն ախրի, հավերժական բաժանում Աստծուց։ Դա ամենասարսափելի բաժակն է։ Եվ այս ավետարանիչները, որ 4-ն իրենց հայացքը ուղղում են ընթրիքի վրա, մի բան են ասում, թեթևանատորեն չմոտենանք այս արարողությանը։ Սա շատ կարևոր արարողություն է, որովհետև եթե մենք հետաքրքրված ենք զատիկով, ապա իմ կյանքի իշխանը կլինի Հիսուսը։ Եթե ես պարզապես մասնակցում եմ, բայց իմ սիրտը ուրիշ տեղ է, ապա դες դու որոշիր որտեղ է քո արմատները։ Դրանով մենք սպանում ենք օրենքի հեղինակը։ Երբեմն մեզ թվում է, թե մենք օրենք ենք պահում, սպանելով օրենքի հեղինակը։ Երբեմն մենք այնքան նախանձախնդիր ենք շատ այլ հարցերում ու մարդկանց մի կողմ գցելով։ Ինչ եք կարծում, Աստծո համար որն ավելի կարևոր։ Սեղանը թե սեղանի վրին։ Տաճարը թե տաճարի միջին։ Եթե մենք մանրունքն ավելի կարևոր ենք համարում, քան թե ենք կարևորը։ Դա կարևորը միշտ ընտրել, առաջնայինը պետք է ընտրել։ Գիտեք ինչ, երբ որ մենք ասում ենք ամեն երամսյակը մենք, սա հերթական արարողություն չի, ժողովուրդ ջան։ Սա ընտրություն է, գործողություն է, որ իմ սրտում ես ուզում եմ հերթական փոփոխություն ունենալ։ Հակառակ դեպքում դա կդառնա արարողություն եւ ծիսական։ Դե ընդունված էր եկան կարին դրած։ Իսկ ինչ տվեց դա քեզ։ Ինչ եղավ քո սրտում։ Ինչ որ մի բան փոխվեց քո կյանքում։ Ես հաճախ եմ ասում եմ քույր եղբայրներին ինձ հետ է իհարկե։ Մենք նշում ենք 3 ամիսը մենք, շատ բան չէ։ Եթե հաջորդ 3-րդ ամսում, հաջորդ արարողությունը, որ կլինի ընթրիքի, իմ սրտում, իմ բնավորության մեջ բան չի փոխվել, նախորդը եղել այն զուր։ Եվ ես մեկն եմ զուրանում մարդը։ Սա ոչ թե կոչ է, որ չմասնակցեք, սա կոչ է, որ լուրջ մոտենանք այս փոփոխությանը, չմասնակցել ավելի սարսափելի։ Եթե փոփոխություն չկա, ասում ենք հույս չկա, նրանց համար ընդհանրապես հույս չկա։ Սարսափելի բանը բաժին չունեն Աստծո հաշվով ջան։ Պետրոս հալովը հասկացավ։ Ես կարծում եմ մենք այսօր ավելի գրագետ ենք, քան թե Պետրոսը, կրթված։ Մեզանից յուրաքանչյուրը գոնե 8-ամյա կրթություն ունի։ Բան չունեմ ասել, ես խոսում եմ գիտելիքների առումով։ Ամեն դեպքում կարանք շատ բան իմանանք, բայց չանենք այնպես, ինչպես որ հարկն է։ Ինչ որ ակնկալում է Աստված իր հետևորդներից։ Թող Աստված օգնի, որ մենք խորհենք, աղոթենք եւ այդ աղոթքը իրականում մի բան փոխի մեր սրտում։ Աղոթքի Տերը ճիշտ է, աղոթքը բան չի փոխում, դա թավիսման չի։ Աստված է փոխում։ Խնդրենք այդ Աստծուն, որ երբ որ մենք կմասնակցենք այս արարողությանը, ինչ որ մի բան փոխի, բայց պիտի փոխվի։ Անպայման պիտի։ Ամեն։ Աղոթք Ողորմած բարձրյալ Աստված, շնորհակալ եմ, որ արժանի ես արել մասնակցենք այս ընթրիքին եւ դու քո խոսքի մեջ ասում ես, որ ընդունեք այս բաժակը, ինչպես ես եմ
ձեզ մատուցելու։ Այո, մենք կընդունենք հենց այդպես, ինչպես որ դու ասել ես, եւ մենք կխմենք այդ օրհնության բաժակը։ Մենք կխմենք այդ ուխտի բաժակը, բայց օգնիր Տեր Աստված, որ մեր կյանքը դառնություն չպատճառի քեզ, ցավ չպատճառի քեզ եւ դու այնպեսի հայր ես, որ մենակ ես կրում։ Դա ցավալի է եւ մեզ համար նողկալի, երբ որ մենք քեզ տեսնում ենք լացելիս, երբ որ մենք քեզ տեսնում ենք տառապելիս։ Տեր Աստված օգնիր, որ մեր կյանքը փառաբանություն բերի քեզ, որ մենք գնահատենք մեկս մեկի, որ մենք սիրենք իրար ինչպես դու մեզ սիրեցիր։ Խնդրում եմ Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Նստեք